Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում իրադարձությունները մտնում են նոր, առավել վտանգավոր ու ճակատագրական փուլ։ Նկարահանումները դարձել են առավել ինտենսիվ, իսկ սյուժեն ավելի ծանր ու հոգեբանորեն լարված։ Այժմ արդեն պարզ է այն, ինչ երկար ժամանակ թվում էր սեր ու փրկություն, կարող է շատ շուտով վերածվել ամենացավոտ կոտրվածքի։ Նարէն Հայկի հետ հեռացավ։ Առաջին հայացքից թվում է նա վերջապես փրկվել է ճնշումից, կասկածներից, վերահսկողությունից։ Նարէն իրեն համոզում է, որ ընտրել է սերը, որ ամեն ինչ կարող է սկսել զրոյից։ Նրա աչքերում այս փախուստը ազատություն է, նոր կյանք, հույս առանց վախերի ու գաղտնիքների։ Բայց իրականում սա ընդամենը խաղաղության կարճ դադար է փոթորկից առաջ։ Մինչ Նարէն փորձում է հավատալ երջանկությանը, Հայկն ու Միքոն արդեն շատ մոտ են ճշմարտությանը։ Նրանք դուրս են գալիս Լալայի հետքին, քայլ առ քայլ, մանրուք առ մանրուք։ Նրանց առջև բացվելու է այն սարսափելի պատկերը, որը տարիներ շարունակ թաքցվել է։ Շուտով այլևս կասկած չի մնա, որ Սաքոն է սպանել Աշոտին։ Հայկի հորը սպանել է այն մարդը, ում տունն ինքը առանց այդ էլ համարում էր թշնամական, բայց սիրում էր նրանց դստերը։ Ճշմարտությունն ամենասարսափելի մասը դեռ առջևում է։ Հայկի համար ամենամեծ հարվածը լինելու է այն գիտակցումը, որ Նարէն գիտեր ամեն ինչ։ Նա գիտեր, թե որտեղ է Լալան, նա գիտեր, որ հենց Սաքոն է սպանել Աշոտին, և նա ընտրել էր լռությունը։ Հավանաբար Նարէն լռել էր վախից, վախեցել է կորցնել Հայկին, վախեցել է իր ընտանիքի համար, վախեցել է, որ ճշմարտությունը կկործանի բոլորին, բայց Հայկի աչքերով այդ լռությունն այլ կերպ է ընկալվելու, նրա համար դա լինելու է ոչ թե պաշտպանություն, այլ դավաճանություն։ Հայկն իրեն խաբված է զգալու, խաբված ոչ միայն որպես որդի, այլ նաև որպես տղամարդ, ով վստահել է, սիրել է, բացել է իր սիրտը։ Նրա ներսում կփլուզվի ամեն ինչ։ Սերը, հավատը մարդկանց հանդեպ։ Այդ պահին նա չի կարողանալու տեսնել Նարէի վախը, Նարէի ցավը, նա տեսնելու է միայն այն փաստը, որ ճշմարտությունը թաքցրել են իրենից։ Գաղտնիքի բացահայտումից հետո Հայկը չի կարողանալու ապրել նույն հարաբերության մեջ։ Նրա համար սա կարմիր գիծ է լինելու։ Անկախ սիրուց, անկախ հիշողություններից նա Նարէին դուրս կանի իր կյանքից, ոչ թե ատելությունից, այլ որովհետև ցավի հետ ապրելն անհնար է լինելու։ Նարէն, որը կարծել էր, թե փախուստով փրկվել է, կկանգնի ամենադաժան իրականության առաջ։ Նրա ընտրած լռությունը կվերածվի մենության, սերը, որի համար նա ամեն ինչի էր պատրաստ, կկորչի հենց այն պահին, երբ ճշմարտությունը դուրս գա լույսի տակ։ Հարսնաձորի լեգենդն այս փուլում դառնում է պատմություն այն մասին, թե ինչպես մեկ գաղտնիք կարող է քանդել ամենաուժեղ սերը, և որքան էլ մարդ լռի լավ նպատակներով, ճշմարտությունը միշտ գտնում է իր ճանապարհը։ Առաջիկա սերիաները խոստանում են ծանր բացահայտումներ, ցավոտ բաժանումներ ու հերոսների ճակատագրական ընտրություններ, իսկ ամենամեծ հարցը մնում է բաց. արդյոք սերը կկարողանա դիմանալ ճշմարտությանը, թե ճշմարտությունը վերջնականապես կկործանի ամեն ինչ։ Առաջիկա սերիաներում հեռուստադիտողներին սպասվում են ծանր խոստովանություններ, խզված հարաբերություններ, կոտրված ճակատագրեր և այն պահը, երբ սերը կանգնելու է ճշմարտության դեմ ու հնարավոր է պարտվի։ Հարսնաձորի լեգենդը կրկին ապացուցում է լռությունը երբեմն ավելի վտանգավոր է, քան սարսափելի ճշմարտությունը, բայց մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, Հայկը կկարողանա իր մեջ այնքան ուժ գտնել, որ ների Նարէին իր լռությունը և նրանք երջանիկ լինեն, չէ՞ որ նրանց միջև առանց այդ էլ կան շատ խոչընդոտներ նրանց երջանկության համար։ Հենց այն, որ Հայկը համարվում է Նարէի եղբոր սպանության մեղավորը, հեռուստադիտողները կարծում են սա կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ Նարէն իրավունք չուներ սիրել Հայկին, չէ՞ որ Հայկը մեղադրվում է նրա եղբոր սպանության մեջ։ Իրական կյանքում արդյոք հնարավոր է մեկ նման բան, որ
Քույրը կարողանա սիրել մի տղամարդու, ով սպանել է իր եղբորը, բայց հեռուստասերիալում ամեն ինչ հնարավոր է և հնարավոր է շատ շուտով բացահայտվի, որ Հայկն ընդհանրապես կապ չունի Նարեի եղբոր սպանության մեջ, այնպես որ սպասեք նոր ու հետաքրքիր բացահայտումների։ Սոնան էլ հայտնվել է ծանր իրավիճակում, նա հասկանում է, որ իր ընտանիքը, հատկապես Հայկն այս պահին վտանգի մեջ է, քանի որ Վռամն ու նրա ընտանիքը փորձում են ամեն կերպ վնասել։ Նա փորձում է խոսել Վռամի հետ, բայց Վռամը նույն կոշտն ու կոպիտն է և ոչինչ չի փոխվել այսքան ժամանակ, բնականաբար նա չի փոխվելու ու վնասելու է Հայկին առաջին իսկ հնարավորության դեպքում։ Հիմա, երբ պարզվի, որ Նարեն հեռացել է Հայկի հետ, ինչպես կվարվեն Սաքոն ու Վռամը, Արմոյի վիճակն ինչպիսի՞ն է լինելու։ Չէ՞ որ նրանք ամեն ինչ անում էին, որպեսզի Նարեն հեռու մնա Հայկից, բայց երբ հիմա բացահայտվի, որ Նարեն ուղղակի հեռացել է, սա կլինի վերջը։ Բայց շատ շուտով, երբ Հայկը բացահայտի այն, ինչ թաքցրել է Նարեն, հնարավոր է Նարեն հայտնվի դրսում առանց ծնողների ու Հայկի աջակցության։ Ամեն դեպքում ամենալարված ու հետաքրքիր սերիաներն են դեռ առջևում, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու ու միացեք մեր ալիքին։